Հերմինե Ծատուրյանը լուսավորչի կանթեղ եկեղեցասիրած միության անդամ է։ Վերջին 3 տարիներին իր շաբաթը պլանավորում է միության աշխատանքային գրաֆիկին համապատասխան։ Ամենահագեցած օրը կիրակին է։ Արդեն 1 տարի է Հերմինեն միությունում իր հստակ պարտականություններն ունի։ Այն ամենն, ինչ լուսավորչի կանթեղ եկեղեցասիրած միության գործունեության շրջանակներում առնչվում է մանկատներին, կազմակերպվում է նրա անմիջական պատասխանատվությամբ։ Հերթական միջոցառումը բարեգործական ցուցահանդես վաճառքն է, որից ստացված հասույթը պետք է մանկատներից մեկին փոխանցվի։ Ամեն անգամ այսպիսի գործունեություն ծավալելիս հիշում եմ Հայդերենիկի խոսքերը, որ ասում էր ամեն մի մեծ ճամփորդություն սկսում է փոքր քայլերից ու լինելով մանկատան պատասխանատուն ես ինձ ավելի պարտավորված եմ զգում այս ցուցահանդես վաճառքին, որ հատկապես նրանով, որ ես էլ ինքս կարող եմ առաջին անգամ իմ ձեռքի աշխատանքով ինչ-որ ձևով օգտակար լինել այդ երեխաներին։ Լուսավորչի կանթեղ եկեղեցասիրած միության պատասխանատու Դերենիկ Աբեղասահակյանն ասում է, որ այս նախաձեռնությունը կարող է հետաքրքիր շարունակություն ունենալ։ Հետագա մեր ծրագիրը այն պետք է լինի, որ նաև մանկատան ժամանակավոր խնամքի կենտրոնների երեխաներին մասնակից դարձնենք այս ամենին, իրենք էլ իրենց ձեռքի գործերը երբ որ կպատրաստեն, մենք կազմակերպենք ցուցահանդես վաճառք։ Լիլիթ Համբարձումյանը լուսավորչի կանթեղ եկեղեցասիրած միության անդամների հետ վերջերս է ծանոթացել։ Նա է օգնել օպերայի բակում կազմակերպել ցուցահանդես վաճառքը։ Շատ կուրախանամ, որ արդյունավետ լինի այս մասնակցությունը եւ շատերը մասնակցեն այս ակցիային, որովհետեւ շատ լավ նպատակի համար է արվում, իրենց հաջողություն եմ մաղթում։ Առաջիկայում սեպտեմբերին կայանալիք հերթական բարեգործական ցուցահանդես վաճառքն է, որին աղջիկները մեծ եռանդով պետք է պատրաստվեն, իսկ այս ցուցահանդեսում չվաճառված իրեր գրեթե չեղան։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։